Փաշինյանն այսօր կառավարության նիստին խիստ հանձնարարել է, որ բոլոր թոշակառուներին թոշակը տրամադրվի բացառապես անկանխիկ եղանակով, նկատելով, որ այժմ 75 տարեկանից բարձր անձինք թոշակը ստանում են կանխիկ եղանակով։ 2 շաբաթ ժամանակ բոլոր թոշակառուները թոշակը պետք է ստանան միայն էլեկտրոնային եղանակով, կարգադրել է վարչապետը։ Ռուսական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան, անցնելով Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով, կառավարությունից են հայտնում։ Դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումը Ադրբեջանի կողմից կարևոր քայլ է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման, տնտեսական գործակցության խթանման ուղղությամբ։ Այն հանդիսանում է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումներից մեկը, նպաստելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանը։ Նախաձեռնությունը առանձնապես կարևոր է խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում։ Ադրբեջանի տարածքով անցնող հայկական բեռներին Փաշինյանը կառավարության ճեպազրույցում է անդրադարձել, խոսելով գործընթացի շարունակական լինելու մասին նշել, տեղի են ունենում անսպասելի եւ դինամիկ զարգացումներ։ Պատասխանելով ՀԵՑ սեփականատերերից գնելու հարցին, վարչապետն ասել է, որ պետք է սպասել ՀԾԿՀ-ի որոշմանը, որից հետո կառավարությունը իր մոտեցումները կձևակերպի։ ԿՊՀՄ ժողովի իմ ելույթում 2 սցենար նշեցի։ Գնից է կախված, եթե դա լինի տրամաբանական գին, կառավարությունը շատ լրջորեն կքննարկի։ Եթե գինը շատ մեծ լինի եւ ակնհայտ կլինի, որ պետբյուջեի միջոցներով չենք կարող այդ ձեռքբերումն իրականացնել, կգնանք երկրորդ սցենարով։